Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այսօր մենք մեր տաղավարում հյուրընկալել ենք քաղաքագետ Էդգար Էլբակյանին, բարև ձեզ պարոն Էլբակյան։ Բարև ձեզ, Աստծո բարին։ Բարև ձեզ, այսօր մենք խոսալու ենք սոցհարցումներից, մեր թեման սոցհարցումներն է ու ընդհանուր ներքաղաքական իրավիճակը։ Պարոն Էլբակյան, քանի որ ձեզ ենք հյուրընկալել, դուք էլ ձեր կազմակերպությամբ իրականացրել եք սոցհարցումներ, արդեն որոշակի փորձ ձեռք բերել եք, ուզենայինք իմանալ ընդհանրապես սոցհարցումները ոնց են անցկացվում, ինչ եղանակով են անցկացվում Հայաստանում սոցհարցումների անցկացման նրբությունները եւ ընդհանուր սոցհարցումների արժանահավատությունը։ Շատ մեծ հույս ունեի, որ այս թեման կփակվի, վերջակետ կդրվի, որովհետեւ հետեւել եք, գիտեք, բավականին սկանդալային թեմա է դարձել Հայաստանում, այնպես չէ, որ քաղաքական գործիչները որ սոցիոլոգ չեն, գիտնական չեն, դա իրանց պարտականությունը չի, վշտից սկսել են, ասենք, խորանալ սոցհարցումների մեջ, հասկանալ, նույնիսկ հայտարարություններով հանդես գալ, որ սոցհարցումը սենց պիտի լինի, այսինքն թեման ինչ-որ եռացող է, բայց ինչ ես կուզեի ասել, դուք ճիշտ եք ասում, Հայկական նախագիծ գիտակրթական հասարակական կազմակերպությունը, որի համահիմնադիրը լինելու պատիվն ունեմ ես, երկրորդ անգամ արդեն իրականացնում սոցհարցումներ, բայց ստեղ կարծում ավելի հետաքրքիր է ժողովրդին մենք ասենք, ընդհանրապես դա ոնց են անում, եւ խի են անում մոտավորապես պարզ է, բայց ոնց են անում, եւ ոնց է ստացվում, որ երբեմն տարբեր կազմակերպություններ տարբեր թվեր են ստանում։ Ընդհանրապես սոցիոլոգիական հարցում իրականացնելու երկու հիմնական ձև կա, այսպես ասենք, գոնե Հայաստանում, որովհետև արևմուտքում Ամերիկայում, որտեղ նաև բնակչության թվային նույնականացումն ավելի հեշտ, այնտեղ այդ առումով ամեն ինչ ավելի զարգացած է, լիքը այլ ձևեր կան, այդ օրինակ փոստով, ենթադրենք ինչ-որ հետազոտական հիմնարկ, համալսարան, օրինակ, քեզ փոստով նախորդ իմանալով որ դու ցանկություն ունես հարցումների մասնակցելու փոստով ուղարկում է հարցաշարը, խնդրելով որ կարող եք այսինքան ժամկետում լրացնել հետ ուղարկել։ Մարդն լրացնում փոստով հետ ուղարկել։ Բայց այդտեղ արդեն ինչքանով է այդ ընտրանքը պատահական դառնում։ Այ լավ, գանք ուրեմն այդ հարցին մի քիչ sense հերվից են գալիս, sense ականջը sense են բռնում, բայց լավ։ Արևմուտքում ուրիշ ձևեր անելու, էլի ընտրանքը պատահական պահելով, իրանք ինչ են անում, իրանք նախորդ կառուցում են պանելներ, այսինքն ինչ որ մի, ասենք Փենսիլվանիայի համալսարանը ստանում է դրամաշնոր եւ սկսում է պանել կառուցել, պանելը ոնց են կառուցում, իրենք պատահական զանգում են մարդկանց կամ գրում են էական ինչ որ մի ձև հասնում են այդ մարդկանց եւ ոչ թե սկսում են հարցում անել, այլ ասում են դուք կուզեք հարցումների մասնակցել Եվ կազմում են այդպես համաձայնվող մարդկանց մի հատ պանելային բազա։ Եվ այնտեղ նաև նշում են, բա ոնց, փոստով, մեյլով, հեռախոսով, որ ձեզ զանգեն անեն եւ այլն։ Եվ իրենց այդ պանելը ինքնին պատահականությունը ու ներկայացուցչականությունը պահում է։ Հետո ասեն գալիս են որ հարցում անող մեկը, օրինակ հայկական նախագիծ, որ ուզում է Ամերիկայում հարցում անի։ Ոչ թե արդեն սկսում է 360 միլիոնանոց երկրում պատահական զանգել, որ կարող է 1% ընդհանրապես պատասխանել։ Այլ փող է տալիս Փենսիլվանիայի համալսարանին, ասում է մի հատ, այս հարցաշարը, ձեր պանելի մարդկանցով անցկացրեք։ Հայաստանում դա իրականում չի աշխատի, որովհետև մարդուն այդ բանին զանգես, ասեն գործով զբաղված լինի, ասես դուք երբևէ կուզեք մասնակցել, կասի հա ապեր ջան կամ հա քուրիկ ջան, հա, եղավ հաջող։ Բայց հետո երբ մասնակցելու բան կա զանգես, կասի լավ չեք ինչ արծում, իշ խառնեմ, հետո զանգեք։ Այսինքն այստեղ նաև մշակույթների բան է, մշակույթների փոքր տարբերություն կա, Հայաստանում այդ չի աշխատի, դրա համար ես շեշտեցի, որ Հայաստանում երկու հիմնական ձև կա։ Մեկը, եթե խոսում ենք քանակական հարցումների մասին, մեկը հեռախոսային, մյուսը տնայցերով։ Այստեղ կա տարածված թյուրիմացություն, որ մեկը մյուսի հանդեպ ունի գերազանցություն, եւ հիմա դուք քաղաքական դաշտում նաև այդ բաները սոցհարցումային փոխհրաձգությունները որ տեսնում եք, երբեմն այդ թեման էլ է կիսաբաց, կիսափակ շահարկվում, որ իսկ օրինակ մերը տնայցով է եղել։ Ներկայացնում է որպես այ դա արժանահավատ է, հեռախոսով ինչ գիտես կարող է խափում են, օրինակ։ Չէ՞ կարա չէ մարդը 16 տարեկան է, բայց ձենը հասունի ելնի, ասի հա 18 եմ, այտենց հավայի մասնակցի ու այդ տեղը զանի տանի օրինակ։
Չկա այդպիսի բան, որ մեթոդներից մեկը մյուսի հանդեպ ունենա գերազանցություն։ Երկուսն էլ ունեն իրենց սահմանափակումները եւ հակառակ իրենց դրական կողմերը։ Զոմ դրանք հայելային են։ Օրինակ հեռախոսայինի դեպքում, եթե մարդը կարող է մտածի, որ հալավ, բայց ոնց է հարցում անանուն, եթե բանը գիտեն, հեռախոսի համարը գիտեն, նույնը կարող մտածի տնայցի դեպքում։ Եվ հակառակը հեռախոսայինի դեպքում իրոք քանի որ ինքը քեզ չի տենում, այդ հեռավորությունը կարասի հադելավ հիմա մասնակցեմ ինչ պետք է լինի, եւ հակառակը տնայցի դեպքում կարասի պես տոնուս տեղը գիտեն այս մարդիկ։ Ինչ անանուն, ինչ բան։ Եվ հակառակը տնայցի դեպքում կարող ասեն դա դե ամոթա մարդիկ եկել հասել են հիմա ինչ պետք է լինի, հայ եկելի թող ներս գան մի երկու հարցը պատասխանեն գնան։ Եվ դա է պատճառը, որ իրականում երբ որ հարցումները արվում են պրոֆեսիոնալ, թե հեռախոսայինը, թե տնայցերը, այդ թվերը բան են լինում, համահունչ են լինում։ Ինչ վերաբերում է ընտրանքին, հա, ընտրանքը պիտի լինի պատահական եւ ընտրանքը պիտի ներկայացնի Հայաստանի բնակչությունը հիմնական 3 պարամետրերով՝ սեռ, տարիք եւ աշխարհագրություն։ Աշխարհագրությունը երկու ձև կա, կարելի է կամ վերցնել ըստ բնակավայրի տիպի, այսինքն մայրաքաղաքաբնակ, այլ քաղաքաբնակ, ասենք Չարենցավան, Իջևան, եւ գյուղաբնակ։ Եվ երկրորդ տիպը հենց վերցնել մարզերով, որը ավելի բարդ է, հատկապես Վայոց ձորը գտնելը, որ քիչ է բնակչությունը, բան, ասենք պետք է շատ զանգես Վայոց ձոր գտնես, բայց կա նաեւ ըստ մարզերի։ Հատկապես երբ որ արվում է նախընտրական կոնտեքստում, ըստ մարզերին ճիշտ ավելի դժվար է, բայց ավելի նպատակահարմար է, որովհետեւ ի վերջո ընտրատեղամասերը բացվում են մարզերում, ոչ թե առանձին վերցրած այլ քաղաքներում, գյուղերում եւ մայրաքաղաքում։ Մի կարևոր բան, սոցհարցումները իրանք ֆիքսում են այդ պահի վիճակը խիստ մոտարկված։ Այդ խիստը ինչ է նշանակում։ Ամեն սոցիոլոգիական հարցում ունի սխալի սահման։ Դա թիվ է, ասենք պլյուս մինուս այսքան, հա, դելտայով։ Եվ շատ եթե sense պարզ ասենք ժողովրդական լեզվով, ասենք եթե սխալի սահմանը օրինակ մեր հարցման դեպքում 2.8 է։ Դա նշանակում է շատ այսպես պարզ եմ ասում էլի համարյա մանկական լեզվով, որ մեր, ասենք, պրեզենտացիայի մեջ ինչ թիվ որ տեսնում եք, կարող եք գումարել 2.8 կամ հանել 2.8։ Դա մի քիչ այդքան էլ այդպես չի մաթեմատիկորեն վիճակագրորեն, բայց մոտավորապես այդպես է պարզ ընկալման տեսքով, այսինքն այդ սահմանում ինքը կարա բան լինի, կարա շեղվի։ Դրա համար օրինակ մենք նախընտրում ենք քաղաքական ուժերի էլեկտորալ վարկանիշները չհրապարակել, որովհետև այդ թվերը փոփոխություն են կրելու։ Հիմա մենք հոկտեմբերին ենք նախորդ հարցումը արել, այս վերջինը արեցինք փետրվարի ընթացքում եւ արդեն իսկ այդ թվերը փոփոխված են։ Իմաստը որն էր մենք հոկտեմբերին հրապարակենք, իմաստը որն է մենք հիմա հրապարակենք, երբ դեռ արժեվում 2 ամսանոց բան կա, քարոզարշավ կա էլի, որտեղ մենք այս պահի վիճակն ենք ֆիքսել։ Բայց կան հա կազմակերպություններ, որ այս կամ այն հանգամանքների բերումով հրապարակում են ինքնին այդտեղ էլ իրանց քաղաքականությունն է, իրանց որոշելիքն է, բայց մենք նախընտրում ենք դա չանել, որովհետև ուզես թե չէ ազդում է նաև հանրային կարծիքի վրա։ Ինչ ուզում ես արա էլի մարդը նայում է, տեսնում են, ասում են Նիկոլաս այս հարցման արդյունքում շատ ձայներ ունի, գնանք իրան ընտրենք, որովհետև միշտ հաղթող տեխնացուի օգտին չխովնոր շատ զանգվածա ավելի հակված է քննարկել։ Այսինքն հասարակական կարծիք են ձևավորում այդ միջոցով։ Օրինակ այս վերջերս IRA հարցումները դե գիտեք, բոլորի հանրահայտ հարցումները, որ բավականին քննարկվեց քաղաքական դաշտում, Նիկոլ Փաշինյան կամ ԿՊ 29%, դա չգիտեմ ինչքան է ողջամտության սահմաններում տեղավորվում, որ ինքնին վարկանիշ ունի։ 24%։ Տեսեք, ինձ հայտնի չի մի որևէ հարցում պրոֆեսիոնալ իրականացված, որ առաջի տեղում ցավոք սրտի ձեր հիշատակած ուժը չլինի։ Ուղղակի տարբերությունը ընդդիմադիր ուժերը շատ մեծ էր։ Մենք աչքի անցկացրել ենք այդ հարցումը, բաց դրված է, եւ հենց նաև այդ լեգենդար 33-րդ էջը, այդ մեծ PDF-ի 33-րդ էջում էին այդ թվերը, համեմատել ենք մեր ունեցած թվերի հետ։ Այո, խոստովանեմ, որ այդ ցուցանիշի դեպքում մեր եւ այդ հարցումը անոմալիա է տալիս։ Դա երևի միակ բանն է, որ ունենք լուրջ շեղում, որովհետեւ եթե երկու հարցում ես իրար հետ համեմատում, այդտեղ արդեն նորովի պետք է հաշվես սխալի սահմանը։
Իրանց մոտ կարծեմ 2.5 էր, մեր մոտ 2.8, դրանք միասին բանաձևով երբ որ հաշվում է, ստացվում է միասին 3.75 սխալի սահմանը։ Իրենց բերած մնացած ցուցանիշները, մեր բերած համապատասխան ցուցանիշները այդ սխալի սահմանում տեղավորվում են 3.75-ում, բայց այդ ԿՊ-ի թիվը չի տեղավորվում։ Սա ինքնին չի նշանակում, որ կամ մենք ենք սխալ արել, կամ իրանք են սխալ արել, որ մեկ ուղղակի մեր կապանոցը նման բան պնդի, չի կարել հիմնավորի որևէ մի կողմից։ Ինչ կարա դա նշանակի, գիտի մենակ Աստված։ Զուտ տեսականորեն միգուցե իրենք կարողացել են այս կամ այն կերպ այդպիսի նպատակ են դրել եւ կարողացել են պատասխանել դժվարացողներին, խրախուսել պատասխանելով։ Որտեվ կան ընկերություններ, որ այդ թվում որքանով հասկանում եմ նաև այս դեպքում, որոնք փորձում են մաքսիմալ քչացնել այդ դժվարանալու բանը, այսինքն ոնց այլն մարդուն ասում են ում ես ընտրելու, ասում եմ չգիտեմ։ Մենք նշում ենք, որ մարդը չգիտի։ Դժվարանում է պատասխանել, ասում ենք առաջ։ Կան այլ ընդունված պրակտիկա եւ Հայաստանում շատ տարածված, որ հարցազրույցավարը իհարկե քաղաքավարության նորմերը պահելով, բայց մի հատ էլ է հարցնում։ Ասում եմ, բայց ամեն դեպքում ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ ձեր պատասխանը գաղտնի է, ոնց որ վստահ եղեք, պատկերացրեք հիմա այս կիրակի են էլի ընտրությունները, ոնց որ ոչ մի ուժ չի գալիս մտքներիդ։ Տեսականորեն միայն կարող եմ ենթադրել, որտեղ ես ծանոթ չեմ իրենց մեթոդի խոհանոցին, հա, այդքան մեթոդ էլ չի, ինչքան մեթոդ է իրական, բայց ավեշա դա կոչվում է բան, հարցազրույցավարների պրոտոկոլ, այսինքն չգիտեմ այդ պրոտոկոլը ոնց է, ենթադրել կարող եմ, որ երևի դժվարացողներին երկրորդ անգամ prompting են արել, ասենց ասած։ Եվ այդտեղ ամաչող ԿՓ-ականները ջրի երես են դուրս եկել, բայց միևնույնն է, տարբերությունը այնքան մեծ է իրանց ու մեր ցուցանիշի, որ կդժվարանամ ասել, որ դա միակ բանն է, միակ պատճառն է։ Դեպի հետաքրքրության համար մենք նայեցինք օրինակ 18-ից 34-35 տարեկանների շրջանում, ում են ընտրելու մեր ու իրանց թվերը։ Հա, այդտեղ այտենց տխուր տարբերություն չկար։ Մեր ու իրանց թվերը գրեթե բան սխալի միջակայքում, այսպես բան էին անում, տեղավորվում էին։ Հիմա կարծում եմ արդեն երևի ավելի པարզ դարձավ, թե նաև ինչու մենք բան չենք անում։ Չենք հրապարակում եւ ոչ միայն էլեկտորալ վարկանիշներ, նաեւ հարցեր կան, որ իրոք առանց այս եկա կոնտեքստի, որը ոչ թե չես կարող բացատրել կարող ես, շատ բաներ տեղ հասցնել չես կարող, որովհետեւ նեղ մասնագիտական բաներ են, ոնց մեկը մեզ գա կիբերնետիկա ինչ-որ բան բացատրի։ Այդ մարդը ինչքան է չարչարվի, ասացի 5%-ը երևի կհասկանանք էլի։ Բայց արդյունքում ստացվում է, դու ասում ես ինչ-որ թիվ, մարդկանց մոտ դա ֆիքսվում է եւ դա կարող է դառնալ կողմնորոշիչ իրանց համար։ Էսա խնդրեմը։ Բայց քանի որ թվերի հրապարակումը ընտրական վարքի վրա ազդեցություն է ունենում, մենք չենք կարող ենթադրենք, որ օրինակ այսինքն կասկածի տակ դնելով իրանց հրապարակած թվերը, մենք ենթադրենք, որ օրինակ Հանրապետական ինստիտուտը, որը պատկանում է ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությանը, իսկ այդ կուսակցությունը աջակցություն է հայտնել ներկայիս վարչակարգի Նիկոլ Փաշինյանի, դրա համար իրանք շահագրգռվածություն ունեին այդ թվերը ավելի ուժացված ներկայացնել։ Մենք ամեն ինչ կարող ենք պնդել, այստեղ հիմնավորելու հարցն է։ Հիմա տեսեք, թեմայի ողջ տխրությունը կայանում է նրանում, որ հարցումը իրականացվել է ձեր ասած միջազգային հանրապետական ինստիտուտի IRI նախաձեռնությամբ, բայց հայկական սոցիոլոգիական ընկերության կողմից։ Ընկերություն, որը դաշտում կարծեմ 2006 թվականից է գործում, այսինքն 20 տարեկան է համարյա, եւ դաշտում կայացած է վարկ ունի, հեղինակություն ունի, հայկական է, մերն է, այսինքն բան չի։ Դաշտային աշխատանքները իրանք են արել։ Ես կարդացի մեր ընկերներից գոլեգաներից Արմենը Խաչիկյան հարցազրույց էր տվել այս թեմայով այսօրին, մեկնաբանություն հարցազրույց, ինքը այնտեղ նշել էր, որ մեթոդաբանությունը, այսինքն ոչ միայն IRI-ը նախաձեռնել է, այլ մեթոդաբանական օրենսիրները, կողմնորոշիչները տվել է ինքը, հայկական ընկերությունը արել է դաշտային աշխատանքը զուտ։ Դե Արմենը կարող տեղյակա ասում է, ենթադրաբար էլի բնականաբար հակված ենք հավատալու։ Սա մի քիչ փոխում է պատկերը։
այսինքն նույն օրինակ այդ իմ նորվա ասածը, որ դժվարանալ պատասխանողներին երկրորդ կռուկ մի հատ էլ հարցնել, ինքը մեթոդաբանական բան է, ու եթե հիմք ենք ընդունում Արմենի ասածը, ստացվում է, որ հա, միգուցե եւ ձեր ասածը այստեղ տեղ ունի, բայց ինքը նույնիսկ այդքան մանիպուլյացիայի մասին չի, այլ այս դեպքում կստացի, որ իրական այդ մարդիկ այդքան տոկոս են, պրոստը իրան կարողացել են վերհանել, մենք ոչ թե չենք ուզեցել վերհանել, այլ մենք նախընտրել ենք դժվարացողներին էլ առանձին ֆիքսել, որտեվ դա էլ է տվյալ։ Նայած դու ինչ նպատակ ես հետապնդում, էլի։ Մենք նպատակ ենք հետապնդել ֆիքսել ոնց կա այդ թվում դժվարացողներին։ Հիմա եթե IRI-ը նպատակը հետապնդել, ասել ձեզ ցույց տալ շատ, ուրեմն հասել են նպատակին, բայց եթե այս լոգիկայով գնանք, ստացվում է, որ այդ թիվն է։ Կդժվարանամ համաձայնել, որ այդ թիվն է, որովհետև շատ մեծ է էլի տարբերությունը։ Մի 2-3% էլ կասեի սխալի մեջ է։ Բայց մեր իրականության մեջ սովորական քաղաքացին ընտրողը ինչքանով պետք է այդ հարցումները ընդունի արժանահավատ, ինչքանով պետք է դրանց հավատա կամ չհավատա։ Հարցումները ավելի շատ պետք են որոշում կայացնողներին։ Իրանք այդ պահի ախտորոշումն են, դու գնում արյան անալիզ ես հանձնում, դեպ շատ նման է ինչ առումով վերջերս այդ օրինակը եկավ մեր մտքին, արյան անալիզ որ հանձնում ես, չնչին չափաբաժին ես, չէ՞, հանձնում, բան չի էլի կոֆեի բաժակի չափ չես հանձնում, բայց դրանով լաբորատոր հետազոտությունը պատկերացում է կազմում քո ամբողջ բանի մասին, օրգանիզմի մասին։ Նույն ձև նաև սոցհարցումների դեպքում ընտրանքը, ընդամենը 800-ից մինչև, չգիտեմ, 1200 հոգու մեջ կարող ես հարցում իրականացնել, պատկերացում կազմել ամբողջ երկրի մասին։ Այս որում դա բնակչության քանակի հետ կապ չունի։ Ամերիկայի Միացյալ Նահանգներում հարցում են իրականացնում 1000-1100 հոգու մեջ։ Ինքը այդ նույն արյան բանի հարցն է, որտեվ մեզանում այդ բանն էլ կա թյուրն բռնումը, որ ինչքան մեծ է լինի թիվը, ասենք 3000 հոգու մեջ հարցում անես 4000-ի, ավելի ճշգրիտ, այդքան ավելի արժանավատ կլինի, դա նմանած որ մի կոֆեի բաժակ արյուն հանձնես, ասես այդ է ճշգրիտ թե չէ, մի թեթե որ վերցնում են, մի հատ ծակում են, դա ինչ պետք է ցույց տա։ Հիմա մենք այդ մի թեթե արյունը վերցնում ենք, միջոստիկը, ստանում ենք այդ բայ դիագնոզը, որը քաղաքական որոշում կայացնողները պետք է հիմք վերցնեն բուժման կուրս նշանակելու համար։ Այդտեղ ես հասկանում եմ որոշ քաղաքական գործընկերների, քաղաքական դաշտի գործընկերների ֆրուստրացիան, որ գետնի վրա աշխատանքն է կարևոր։ Կոպիտ ասած որ հակադրում են քաղաքական աշխատանքը, այս գիտական ինչ-որ բանը, ճակերտավոր անկապությանը, ասում են դի ումա պետք փոխարենը դրա փոխարեն կարան գետնի վրա գործանենք։ Դե չէ, էդ էլ է ծայրահեղություն, ստե պետք չի հակադրել, ասիկա ոնց որ ասես լավ այդ անալիզում է պետք կարանք միանգամից բուժենք, բայց ի՞նչն ես բուժում։ Բայց չիմանաս, որ ցուցանիշն ավել պակաս։ Ես օրինակ միշտ մտածել եմ, որ սոցհարցումները ընտրություններին մասնակցող ուժերի համար են ավելի շատ, որ եթե իրանք տեսնեն օրինակ ներկայիս իրավիճակում X ուժը տեսնի, որ ինքը 4% անցողիկ շեմը չունի, ինչ որ մեկի հետ դաշինքով կազմի, այդ ժամանակ նայ այդ սոցհարցման արդյունքը, իսկ հասարակության համար այդքան նպատակահարմար չէ, որովհետև եթե մարդը գնալու է X ուժին կամ Y ուժին ընտրի, ինքը գնալու է ընտրի։ Հա, ճիշտ եք ասում, ոչ թե բուժվողին է պետք այդ բանը անալիզի պատասխանը, այլ հա իրականում բուժողին է պետք ամենատարբեր բաների համար։ Դուք բերեցիք, ասենք շեմի օրինակը, բայց մենք մարդկանց հարցրել ենք օրինակ նաև իրենք ոնց են վերաբերվում 4-5 հոգու անուն ենք տվել նրանց հիպոթետիկ երկրի ղեկավար դառնալուն։ Եթե Պողոս Պողոսյանը դառնա Հայաստանի ղեկավար, ինչպես կգնահատեք այդ իրադարձության ազդեցությունը Հայաստանի զարգացման վրա։ Գնահատել են բալով եւ այդ բալից հետո մի հատ էլ հարցրել ենք ինչու նայած ինչա գնահատել էլի ինչու բացասական ինչու դրական եւ այդտեղ արդեն որակական տվյալներ ենք ստացել ամենատարբեր այն որ երբեմն դժվարանում ես մեջը միտք որսալ ամենատարբեր հետո դա կոդավորվում է համապատասխան կատեգորիաներով եւ այդ ամբողջ աջապ սանդալից ստանում ես օրինակ չգիտեմ այսքան պատճառը անձնային հատկանիշների պակաս կամ առավելություն նայած պլյուսա թե մինուսա այսքանը կառավարչական հմտությունների բացակայություն կամ ուժեղություն եթե նախկինում իշխած գործիչա անցյալի բաստողումներ կամ անցյալի հաջողություններ ստանում ես մի հատ թոթոլ բան որը օրինակ
այդ ուժի ղեկավարը կարա 5 վերցնի ու ասի ես պետք է իմ չգիտեմ հարցազրույցներում ելույթներում ուրեմն ավելի շատ այս թեմայից խոսամ ենթադրենք սա բժշկին է պետք է ճիշտ եք ասում Պարոն Էլբակյան այ սոցհարցումներից խոսացինք ընդհանուր մեթոդիկայից ոնց է իրականացում եւ այլն բայց ինձ թվում է հանրության ավելի շատ հետաքրքիր է հողի վրա այս պահի դերությամբ որ քաղաքական ուժերն են անցողիկը հավաքում դուք այդ տվյալները առանց ասացիք որ չեք հրապարակում թվերը որ ուժերն են ասում կարակ ուժերի անունները տակ անցնում են միայն ընդդիմադիր ուժեր եւ քաղաքացիական պայմանագիր այսպես ասեմ մոտապես պարզ է որ ուժերի մասն է խոսքը Հիմա էդ էլ որ ասեմ, էլ կիսա տարենելով, որտեղ ընդդիմադիր ուժ կա, որ շատ մոտիկա հաղթարելով, պոտենցիալ չէ, պոտենցիալը մի քիչ ուրիշ բան է։ Պոտենցիալ ունի, կարող ես ասել, այս բային 1.8, 1.9, 2% ունեցող են։ Բայց եթե օրինակ 3.6 է, 3.7 է, արդեն շանս է։ Այդ հաշվիկ անցած։ Եթե ինչ որ մի հատ եսիմ ինչ ֆորս մաժոր չի լինում ուժը ինքնաբացար կա հայտնում, որ բոլորին փագում են, չեն գրանցում, որ մի բան, հա։ Այդ չգրանցելուց էլի դեպ չմոռանանք խոսել։ Դրա համար էդ էլ է պրոբլեմատիկ բան անելը, հնչեցնելը, բայց անցնում են էլ եմ ասում, ընդդիմադիր ուժեր եւ իշխանությունների համար դա է պրոբլեմ, որովհետեւ եթե որևէ արբանյակ իրենցից չի անցնում Ատե բարթանում է իրանց գործը, հա, այդտեղ բարթանում է եւ մենք արդյունքները ունեցանք, այսինքն ավարտվեց մեր դաշտային աշխատանքները փետրվարի 17-ին, դե բնականաբար այնտեղ ժամանակ է տևում այդ ամեն ինչ ամփոփելու, սիրուն մի հատ պրեզենտացիա սարքելու, միջոցառում անելու վրա, բայց բարձր է, մինչև այդ, ասում եմ, մի հապաղի սնիկերսիր, մի անգամից վերցնում ես ամենակարևոր հարցերը ամփոփում ես առանց այդ բանի, հա, թիթիզ բաների, եւ երբ որ դա արեցինք, այդ պատկերը երևաց։ Մի անգամից թիմով հասկացանք, որ սրանց արբանյակ է պետք։ Եվ դրանից մոտ 2-3 օր հետո էլ ամենա եւ հայտնի եւ ոչ այդքան հայտնի արբանյակները սկսեցին ակտիվանալ։ Բայց նույնիսկ իրանց սոցհարցումները ոչ մի իրանց արբանյակ, օրինակ, չգիտեմ, Արամ Սարգսյան եւ այլն, նման ուժեր չեն հավաքում։ Մերով էլ չեն հավաքում, դա դամալ ակտիվանում են էլի։ Ցավոք բարեբախտաբար նայած որ կողմից, որ ուժի տեսանկյունից խոսալու դեպքում նախընտրական արշավի ժամանակ այդ տոկոսները սկսում են աճել, բոլորին է։ Ոչ համամասնորեն, այնպես չի որ տոկոս կա ամեն մեկինը քարոզարշավի ժամանակ 1.5%-ով պետք է աճի, չէ, տենց չի աշխատում, բայց բոլորին է աճում է։ Շատ բարձ պատճառով, դե որտեղ ակտիվանում են այդ հերցերը ձայնային, որ իրանցից սկսում է ճառակել, շատանում է հաճախակիությունը, մարդիկ ավելի շատ են տենում մարդկանց ակտիվ հիշողության մեջ, թարմ հիշողության մեջ այդ դեմքը, այդ ասելիքը ավելի շատ է մնում։ Օրինակ ամենալավ երևի օրինակը մեր հայկական իրականությունից, թե չեն դասագրքային արդեն օրինակներ կան համաշխարհային պատմությունից 21 թվականի ընտրություններին պատիվ ունեմներ, որ հենց բանի ընթացքում, քարոզարշավի ընթացքում իրենք նաև հա հարցումներ ունեին եւ տեսնում էին, որ խնդրահարույց վիճակ է եւ դաշինքի դաշինքի ղեկավարը Արտուր Վանեցյանն էր, լավ, ասենք դե ֆակտո ղեկավար Սերժ Սարգսյանը ավելի ակտիվ ներգրավեց քարոզարշավի մեջ։ Դա բարձրացրեց տոկոսը։ Իր դեմքով եւ այլն բարձրացրեց։ Հա, որովհետեւ ուղղակի այդ ընթացքում բոլորը ակտիվ են, այդ տոկոսները բան են անում, աճում են։ Դրա համար այս արբանյակների թեման լուրջ է։ Ու էլի եւս մեկ անգամ գալով ինչի մենք թվեր չենք ասում, որովհետեւ հա, այս բանին դու սկրինշոտ ես արել կոպիտ ասած էկրանի այդ վիճակը։ Բայց այն ոնց է, չէ՞ ուզում ես մեկ վիդեոյի սկրինշոտ անես, չես հասցնում, մինչև անում ես, ընդ կադրը փոխում է, հետ ես բերում նորից ես, ամ այդ պահն ենք բան արել։ Այնտեղ կարող է մի հատ մեր չսիրած դերասանի, ասենք բերանը ծուռա դուս եկել, բայց այդ կադրը անցավ մի միլիվարկյան հետո, այդ դեմքը դզվեց, դու կարող նորից ծռվի։ Սա է բանը։ Իսկ IRI դեպքում ուղղակի ոնց հասկանում եմ, քանի որ պատվիրատուն հենց իրանք են, իրանք որոշել են, հրապարակել են, թեպետ բանին ծանոթ եք, որ այսպես կոչված հայեր կան, որ մասնակցում են Հայդատի հանձնախմբի դեմ պայքարին։ Այդ արտահոսած նամակում օրինակ գրած էր, նամակը մարտի 2-ին էր ուղարկված, ըստ որում մարտի 2 Ամերիկայի բանով ամսաթվով։ Ու IRA թվերը այնտեղ արդեն հիշատակված էին։
իսկ իրանց շնորհանդեսը փակ եղավ մարտի 6-ին, բանում են ցիրկի հյուրանոցում։ Եվ նույն օրն էլ իրանք PDF հրապարակից։ Այսինքն այնտեղ արդեն դա ծածանվում էր այդ, չէ, ունենալու ունեն, բայց նաև դա արդեն ծածանվում էր համապատասխան ուղերձներով։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չգրանցելու բառի դասական իմաստով է ինչ որ մենք հասկանում ենք դրա տակ լիազորություն չունի։ Այն օրը նույնիսկ այդ մարդը, որ էլի հասրանց օրոք է նշանակվել, բան հասկանալի է, բայց ինչ որ ամեն դեպքում մի օրենք կա, չէ՞, всё-таки թղթի վրա։ Դե համար իրան կոտորելով ասում էր նայեք, կա կարգ, կհն երբ կարա չգրանցի, երբ որ պակաս թուղթ կա։ Նույնիսկ ասում էր ուզում եք կարդամ թղթերի անունները ինչ պետք է բերեն։ Այդ պետք է պակաս թուղթ լինի, որ մենք չգրանցենք, այլ դեպքում մենք չենք կարա չգրանցենք։ Հիմա այստեղ երկու չգրանցել կա, որ կուսակցությանը չեն գրանցում կամ արդեն իսկ գրանցված կուսակցությանը հղում անելով կուսակցությունների մասին օրենքին, այդ օրենքը իրանց ուզած ձևով մեկնաբանելով, ասես զրկում են կարգավիճակից, եւ կա ԿՀ-ի չգրանցելը։ ԿՀ-ի չգրանցել տեխնիկական է, իրոք ինչու՞ է թուղթ պակաս տարած լինես, որը լուրջ ուժերի դեպքում բացառվում է, էլի, ինչ որ բանը պակաս բան submit անեն։ Նենց որ խնդիրը բանն է, այդ արտադրության նախարարության հարուցած խնդիրներն է, բնականաբար դե ֆակտո վարչապետի հրահանգով։ Չմոռանաք բաժանորդագրվել մեր ալքին եւ սեղմել կոճակին։ Որ կոճակը ռոբ։ Զանգակին։ Վերադառնալով օրինակ նաև սոցհարցումներին, որ այս ամեն ինչ ապահովենք, հարցումները ցույց են տալիս մեր բնակչության եւ քաղաքական կյանքի լուրջ անջրպետ։ Այսինքն շատ հստակ կա այդ պարակտվածությունը, ասոր բանը դաշտը ճեղքվի, ձոր առաջանա մեջտեղը եւ այդ երկու կողմերը մնան իրարից հեռու հստակ իդենտիֆիկացվող եւ մնացածը ամեն ինչ այդ անջրպետի մեջ որ ոչ տենում են ինչա կատարվում, ոչ հետաքրքրում է։ Հիմա այստեղ անդիմադիր ազգային ուժերի անելիքը ինչ ավելի խորը վերլուծություն է պետք իրական որը ժամանակը հիմա օբյեկտիվորեն էլ չկա, բայց զուտ այսպես ինտուիտիվ եմ ասում, սա պետք չի ընդունել որպես հենց կոչ, նույնիսկ ոչ այնքան խորանալ իշխանությունների սխալների վրա, ոչ թե որ ով հասկացել է, արդեն հասկացել է, ով չի հասկացել, չի հասկանալու, չէ, այդպես չի աշխատում, այլ կոնկրետ նախընտրական շրջանում եւ ավելի շատ խորանալ իրենց բերելիք ենթադրյալ դրականի վրա, որտեղ բացասական ապատիան այնքան շատ է, որ հասկանալի է դասական դասագրքային բանով ընդդիմությունը պետք է մարդկանց իրազեկի կառավարության ձախողումների մասին, որ ի հակառակ դրա ստանա վստահություն, բայց այդ նեգատիվը այնքան շատ է, մարդիկ առհասարակ էլ որևէ նեգատիվ չեն ուզում բանել լսել։ Դրա համարն էլի էս իշխանությունները հիմա ինչ որ հայտնի գործիչների, երգիչների, շոու բիզնեսի անդամներից համերգներ փորձում ստանալ տարբեր քաղաքներում, գյուղերում, որպեսզի ցույց տան, որ այդ իրանց ընտրազանգվածն է այդ բոլոր համերգների մասնակիցները ու բացասական ֆոնից դուրս գան։ Նա ճիշտ է ասում, դե պետք է այդ համերգներին գնալ, ասել մենք պրոստը եկել ենք այս համերգը լսենք, բայց մենք բան ենք, իշխանական չենք, հետեւաբար որտե կարդակ որ էս իրանց ընտրազանգվածներ, իմացեք սուտ են ասում, այնա մեկը ես ընտրազանգվածից չեմ։ Դե բայց դրա հակադարձումն է նա, որ իրանք կան ասեն մենք ենք այս ֆինանսավորել, եթե մենք չլնենք, այս համերգները չերլնի, դուք չեք ուրախանա ասենց։ Հա, բայց ես մեկը ձեզ չեմ ընտրել։ Բայց չէ, փալակ դու ճիշտ վերքի վրա մատը դրեցիր, որ հա, երբ որ կա ուժերի ասիմետրիա, դա արտահայտվում է նաև քարոզության մեջ եւ կարող է քո ցանկացած քայլը քեզ ավելի վնասի։ Շախմատում այտենց վատ դիրքեր են լինում, որ ինչ անում ես ավելի վատ դիրքի մեջ ես հայտնվում։ Այդպես կարա լինի։ Օրինակ նույն եկեղեցու դեպքում տալ այն անունը, որով Միքայել Արշակ եւ Բագրատ Սրբազանները կոչում են հայտնի եպիսկոպոսներին, օրինակ հանրային տալ այդ անունը, թե չտալ, որովհետեւ նույնիսկ տալը ինքը օգուտ է իշխանություններին։ Իրանք կարան ասեն, հա տեսեք այնտեղ իրար մեկը մյուսին բանով է, ասում են իբր եկեղեցին, մեկ մարմին, բան, բայց ճաշակով է։ Այն մեկին չեն սիրում, սկսում են վատ բառով կոչել, ասում են մենք այն մեկին ենք սիրում, բայց ինչ եղավ ձեր միասնական եկեղեցի։ Այդ չտաս այդ անունով
ասես դե մարդը դեռ իր եպիսկոպոսական կարգի մեջ է Սուրբ Հոգու շնորհով բան եւ այլն, չէ, բան չենք ասում, բայց մարդական այդտեղ գալատ է անում։ Եվ եթե հանրային ճնշում վրեն չլինի, դե ստացվում է նորմալ է, դա ինչ անել։ Դե սա գալիս է այդ ուժային անհամաչափությունից, որ ամեն կոնկրետ իրավիճակում պետքա այն ոնց է, չէ, որ արշավես գնում ինչ ասած անդունդի եզրով պետք է նես քայլես, որ ոչ էս կողմը գնաս, ոչ այն կողմը գնաս։ Բայց իրականում եկեղեցին ինչքան օրինակ դեմոկրատական բան է ներկայանում, ինչքան միասնական է ներկայանում, ինքը հանդիսանում է նախ առաջինը միապետական կառույց, ու այնտեղ հիերարխիայով ամեն ինչ կառուցված է ներկայիս քաղաքալ Գարեգին II-ի շուրջ։ Ու չի կարելի էլի այդ փաստը ասենք անտեսել, ու եթե օրինակ Գարեգին II-ի հանդեպ ինչ որ վարկաբեկող խոսքեր են ասում arczepiskoposների, եպիսկոպոսների հանդեպ, դե ֆակտո իմ կարծիքով կարելի է չսպասել այդ կարգալույծությանը, ու չեմ ասում են վերջին հայոյանքներով, բայց քննադատության մեջ գոնե առատ լինել։ Դե այդ միջինը դուք գտաք։ Այստեղ ուղղակի մյուս հարցը կա, բա որ իրանք այդպես էլ ծմամնան օրինակ կարգի մեջ ինչ որ մի ձև էս հարցը լուծվի, բան եւ այլն, ու մնա այդ նստվածքը։ Չէ, ես համաձայն եմ ձեր մոտեցման հետ, մոտավորապես ես էլ առաջնորդվել եմ այդ ինչ որ այդպես միջինախառը դիրքորոշման, բայց նույնիսկ այդ միջինախառն ունի խնդիրներ։ Իդեպ միապետական լինելով հանդերձ ներկայիս մեր վեհապար հայրապետը այնքան իրոք դեմոկրատական բաներ արել, օրինակ նույն այդ պարգևների շնորհման պարգևների էր Պարգևների շնորհման եւ կարգապահական հանձնաժողով։ Ասեք ստեղծել է ինքը։ Կարա չստեղծի։ Մարդիկ որ այսօրվա ժամանակակից աշխարհի դեմոկրատիայի կամ դեմոկրատիայի պատրանքի պրիզմայով են ամեն ինչ բանանում, ընկալում, իրոք արդեն դժվար են պատկերացնում այդ դասական միապետականությունը, որ հա մարդը կարա ուղղակի միազնյա որոշի եւ դա նորմալ է։ Բայց փաստացի մարդը իր բացարձակ կամ բացարձակի հասնող իշխանության մի մասը դա ինչ-որ կոլեկտիվ բան է, մարմնի կամ այդ զավեշն էլի դե որ սահմանելա նռորնեկի արարողություն այս տարի նռորնեկի արարողության ժամանակ են Թալինի օկուպացված եկեղեցում չթողեցին հենց որ նորմալ կանոնական միջոցառում իրականացվի այդ կարգալույսներով քաղաքապետով բանով հավաքվել են, ասում են չէ մենք ենք անում, որովհետև ինքը կաթողիկոս չի, արա որ ինքը կաթողիկոս չի, իր սահմանած բանը կարգը ոնց է կանում։ Բայց արդարացիության համար պետք է նշենք, որ գոնե այս փուլում արշավը ձախողվեց Նիկոլ Փաշինյանի։ Նշանակ ձախողվել է։ Ու նաև էլի մամուլում տեղեկություններ տարածվեցին, իշխանության մոտ կանգնած մարդիկ ասացին, որ Նիկոլ Փաշինյանը որոշել է գոնե միջև ընտրություն պասիվացնի իր արշավը եկեղեցու նկատմամբ ու ընտրվելու դեպքում արդեն նոր թափով ուրիշ ձևով արշավը կսկսի, դրա համար այս նաև պետքա ցուցիչ լինի այն ընտրողներին, ովքեր մեծ մասը հիասթափվել են այս իշխանություններից հենց եկեղեցու դեմ արշավի համար, իդեպ եկեղեցին շատ մեծ աջակցություն է վայելում ըստ բոլոր սոցհարցումների, ու դա բացարձակ ճշմարտություն է, անհերքելի փաստ է, որ եկեղեցին շատ մեծ վարկանիշ ունի, դրա համար հավատացյալները պետք է նաև գիտակցեն, որ ընտրություններից հետո այս արշավը նոր թափ է ստանալու, նոր ձևով է գնալու ու իրենց ճիշտ ընտրությունը հունիսի 7-ին կատարեն։ Ես երկու փաստեր կասեմ, ինչի է ինքը պարտվել ներկայումս եկեղեցուն, նույնիսկ 3 կարող եմ ասել, նախ առաջինը որ իր նպատակը կաթողիկոսին հեռացնելն էլ, ինչը որ դա չի արել ու չի էլ կարողանալու անի։ Երկրորդը ինքը ասում էր հոկտեմբեր-նոյեմբերին, ամենաուշը դեկտեմբերին հակակեցական մեծ հավաք անելու Մայրաթոռում ու կաթողիկոսին հեռացնելու ավեհարանից, բայց դա էլ չկարողացավ անի ու երրորդը իր մշտական պատարակները, որ ինքը գնում էր կամ չակերտավոր որոշ տեղերում պատարակները, արդեն կաթողիկոսի անունը այո չեն զեղչում ու ինքը դրա դեմ ոչինչ չի կարողանում ասել, հանգիստ նստում լսում է կաթողիկոսի անունը ու գնում է։ Բայց եթե նորից լեգիտիմացավ, նորից ընտրվեց, այդտեղ կասկած չկա, որ նոր թափով ավելի դաժան ձևով այս արշավը սկսելու պետք է դեմն առներ։ Ու ոնց ձեր ասածը հնարավոր դարձավ մեծ մասամբ նաև կամ լավ եկեք մեծ ու փոքր կատեգորիզացիա չանենք, առաջին հերթին կաթողիկոսի գլխավորությամբ եկեղեցու դիմադրողականության հաշվին, ուղղակի կանգնում ես ռազմական աշխարհիկ լեզվով ասած մահապարտի պես միջև վերջ քո խրամատում մնում ես եւ երկրորդ պատճառը կամ հաջորդ պատճառը որ ազգային քաղաքական դաշտը քիչ թե շատ միասնական դիմադրություն, միասնականություն այս հարցում դրսևորեց։ Մենք նույնիսկ վերաբերում ընտրություններին։ Ուղղակի ընտրությունները այս առումով շատ վատ բան են, այս առումով։ Որտեղ իրանք ենթադրում են բոլորի պայքար բոլորի դեմ։
ամեն առանձին ցուցակ, ամեն առանձին այդ քվեաթերթիկ ենթադրում է ստրուկտուրալ առումով, որ ինքը պայքարում է բոլորի դեմ, որովհետև տեսականորեն զուտ մաթեմատիկական տեսությամբ այդ մեկ ձայնը կարող է գնալ բոլորին այս կամ այն հավանականության աստիճանով։ Դրա համար քանի որ բոլորը պայքարում են այդ մեկ ձայնի համար, դա որ բոլորը պայքարում են բոլորի դեմ։ Բայց այդ նորմալ պայմաններում, եթե հիմա օրինակ մենք բոլորովս պայքարում ենք Նիկոլի դեմ, որպեսզի հայրենիքը փրկենք, դա այս դրա համար եմ ասում։ միասնականություն։ Պետք է դրան է գալի։ Կա ստրուկտուրան, ուզես թե չէ, բանա անխուսափելի է։ Դուք այս մարդասման չլինես օրինակ, բայց եթե քեզ գցեն մի հատ փակ ռինգ, մի դանակո ձեռը տան, մի դանակի շո մեկի ձեռը, ու ասեն ստեղից մեկը մենակ պիտի ողջ դուրս գա, թե չէ երկուսի տեկը կրակենք, ասես մի հատ բան, հա, ուժս կինոյի սցենար։ Երկուսն էլ այդ բան դառնում եք մարդասպան ու պայքարում եք ձեր կյանքի համար, այդ ստրուկտուրան ձեզ այդ բան դարձնում է մարդասպան։ Հիմա ընտրությունների ստրուկտուրան լոգիկան այդպեսին է, բոլորը պայքարում են բոլորի դեմ, բայց կա նաև հիմա դուք կարող ասեք, բայց օրինակ այդ ռինգի օրինակում կարող է ինչ-որ մեկը տենց վեհանձն կերպով, չգիտեմ, ինքնասպանել է, ասի գնա դու ապրի։ Կա այդ երկրորդ մակարդակը արդեն, որ հա պիտի հասկանան, որ ամեն դեպքում կան հարցեր, որ պետք է միասնականություն։ Օրինակ եթե գողացվում է մարդկանց քվեն, բարձա գողացվում է առաջին, ասենք առաջին ընդդիմադրինը, չէ՞։ Հաղթանակը Իրանից է բարձա գողացում, օրինակ 96 թվականին Վազգեն Մանուկյանից։ Հա, ստեղ արդեն բայց մեկը բոլորս ենք վարան, որտեվ այդ չի գողացվել մենակ իր հաղթանակը, դա գողացվել է հայ ազգի հաղթանակը, գողացվել է, մի խոսքով, հա, թուրքերը գողացել են հայերի հաղթանակ, բոլորով են գնում, բանանում, պայքարում։ Եվ այս տեսակ մի քանի գեր սկզբունքային հարցերում միևնույնն է պետք է քաղաքական կարողականություն, քաղաքական կամ գտնեն, որ այդ միասնականությունը պահեն։ Էլի եմ ասում, եկեղեցու դեպքում դա շատ հեշտ էր անել, որովհետև հակառակը ստեղ ստրուկտուրան կակրած մղում էր, որ մեր նամուսը թասիբը եկեղեցին ցավասը գալիս էինք։ Այս դեպքում այն քաղաքական ուժերը, որ մասնակցում են, իրանք պիտի հասկանան, որ արդեն իսկ մտել են մի հատ այտենց անմարդկային ռինգ, որտեղ մարդկությունը պետք է չկորցնել։ Բայց ինչ է կարծում այնակ ձայնը գողանալու մասին խոսեցիք, այս ընտրություններին հնարավոր է այդպես մեծ մասշտաբներով մենք կեղծիքներ տեսնենք, թե ոչ։ Նայած կեղծիքը ոնց ենք սահմանում, ընտրությունը կեղծում են հենց հիմա, կեղծում են անցած տարվա ամառվանից, երբ որ ամենահավակնորդային ընդդիմադիր ոնց որ առաջնորդներից Սամվել Կարապետյանը ծիծաղալու մեղադրանքով բան եղավ, արգելափակվեց, ձերբակալվեց, երբ որ սրբազան հայրերը ձերբակալվեցին, երբ որ անդադ ասում են մենք չլինենք բան կլինի, պատերազմ կլինի, այսինքն բանա, չէ, սարսափի քարոզա։ Այս սաղ կեղծիքներ են։ Կամ առանց բյուջեով հաստատելու թոշակը բարձրացնել։ Հաստատած ընտրակաշառք։ Իդեպ, թոշակը բարձրացնել, այս պարգևավճարներ, նախատեսված։ հա, դե Պաղոստանից տալիս են, բայց դա տենց չի կարելի անել։ Ամերիկայում կարծում եմ 80-ականներին նման օրենք մտավ, որ ընտրություններից նախորդող 1 տարվա ընթացքում այդ տեսակ օրենքների ընդունումը արգելվեց իշխանություններին։ Ճիշտ է, հիմա արդեն սաղ աշխարհն ասենց դարել, ձևերը էլի գտնում են, հենց անցած տարի օրինակ Տրամպը տենց բան արեց, երբ որ բյուջե չկար հաստատված, ինքը մի քանի հանգուցային մասնագետների, այդ թվում բանակի բյուջեն ապահովեց։ Բայց եթե բյուջե չկա, դու ոնց ես ապահովում։ Կա ամենահանգուցայինը ապահովեց, որ խնդրեմ չդառնա, ու շարունակեց այդ կրիզիսը մինչև իր ուզածով հանգուցալուծվի։ Հետո ժամկետանց տուշտուգանքներ, բաներ, էդ էլ միգուցե երկրորդ կրուգով բան անեն։ Դա էլ է կեղծիք, ասես տեխնիկապես ինքը անօրինական չի, կամ ինչ-որ խնդրահարույցություն ունի, բայց որևէ քրեական օրենսգրքի հոդված չի խախտում։ Եվ իհարկե փայլակի ակնարկած են դասական բանը, լցոնումները, դասական լցոնումը հիմա հա տեխնիկապես դժվարացել է, նախագահը կոչվում էր հայկական կարուսել։ Հա, բայց այնտեղ որտեղ դիտոր, միտոր ոչ մի բան չեղավ, այդ տեսակ տեղերում դե հա կարան լույս անջատելով բանով, բայց ավելի շատ ինձ թվում է իրան գնալու են այդպես հույսը չեն նելով վերջի բան դրա վրա։ Գնալու են այդ համակցված տարբերակով, միտեղ դիտորդների մասին օրենքը ինչ որ փոխեն, Թուրքիստան օրինակ չեմ հայակվեն մասնակցի դիտորդության, միտեղ թոշակ բարձրացնեն, միտեղ պարտք ջրեն, միտեղ մեկին ձերբակալեն, ոչ թե ձերբակալեն բոլորին կամ ոչ թե հույսը դեն մենակ կարուսելի վրա կամ հույսը մենակ դեն թոշակի վրա, այլ sense համակցված համազորային բան գրո։
ամեն դեպքում այս պահին ֆիքսենք, որ չնայած այս ամեն ինչին քաղաքական դաշտում ստեղծված իրավիճակին, այս պահի դրությամբ գոնե Այս պահի ԿՊ-ն չի անցնի։ Էս էլ չէ նույնիսկ փետրվարի 17-ի բայդերությամբ, եթե հողում եք անում մեր հարցմանը, ապա համարյա արդեն մի ամիս առաջվա դերությամբ։ Նույնիսկ իրանց հարցումներով իրենք այդքան շատ ձեն չունեն։ Չեմ տիրապետում իրանց հարցումներին, դժվարանամ ասել, բայց իրենց ջղաձգումները ու Դրա իրենց մասին է վկայում։ այս լրիվ նորացված մեդիա չէ մենակ, առհասարակ քարոզչական արշավը, հա, դրա մասին է։ Այդ 65-65-ը լավ sense միանգամից կարանք ասենք, որ դա ընդհանրապես Անիրատեսական է։ չկա տենց բան էլի, ընդհանրապես չկա։ Դե առաջարկում եմ այս լավ նոտայի վրա ավարտենք։ Առաջարկն ընդունված է։ Շնորհակալություն պարոն Էլբակյան հետաքրքիր զրույցի համար, հուսամ մեր դիտողները նոր ինֆորմացիա ստացան ընդհանուր սոցհարցումների քաղաքական դաշտի ընդհանուր մթնոլորտի վերաբերյալ, հուսամ շարունակական կլինի մեր այսպիսի զրույցները, ինչը շատ կարևոր է հատկապես նախընտրական փուլում։ Պես որ շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ շնորհակալություն ժամանակի համար։ Հաջողություն։